Սիրելի տավուշեցիներ, շատ անչափ, շատ սիրելի Բերդի տարածաշրջանի անկոտրում, թասիբով, արժանապատիվ բնակիչներ ջան։ Մենք այսօր պատիվ ունենք ներկայանալու ձեզ, ներկայացնելու մեր ծրագիրը, անցած ուղին, անելիքները, չնայած կարճ ժամանակը շատ երկար խոսելու հնարավորությունը չունենք, բայց փորձեմ կարճ ներկայացնեմ, ստեղ ունենք, նախագահը դաբրոն տվեց, ասմա ունես։ Տեսեք սիրելիներս, մենք այսօր Բերդի տարածաշրջան գալուց անցել ենք մի ճանապարհով, որ այս ազգակործան պատուհասը արդեն հանձնել է Ադրբեջանին։ Ազատամուտի հարակից տարածքը, ասում է, էդ էլ մերը չի, Ադրբեջանինն է։ Խոսքը այսպես կոչված անկլավների մասին է, որի իրավական հիմքերը գոյություն չունեն, չկա։ Մենք բազմաթիվ անգամներ ազգային ժողովում այդ հարցը բարձրացրել ենք։ Ասում է, չկա իրավական հիմքեր չկա, բայց համարում է Ադրբեջան։ Հիմա մեծ ցավով եմ ասում, ամեն անգամ այդ ճանապարհով անցնելուց մենք չգիտենք, այս իշխանությունը, որ վերարտադրվի, քանի ժամ եւ քանի օր հետո հերթական հանձնում կկատարի։ Այն որ սրանք մնան հերթական տարածքային զիջումներն ալնելու, այստեղ հավաքվածները երևի որևէ մեկը կասկած չունեն։ Բայց այս բախտորոշ ժամանակահատվածում Հայաստան դաշինքը եկել է այստեղ ասելու, որ կանգնած է ձեր հետ միասին պաշտպանելու մեր տարածքային ամբողջականությունը։ Ասելու, որ որևէ սանտիմետր հող Տավուշի տարածքից այլևս չի հանձնվելու։ Այդ չենք ասում, որ նորալուկ քաղաքական գործիչներ ենք, չգիտենք, փորձ չունենք, մեր ղեկավար դաշինքի ղեկավար կազմը անցած ճանապարհ չունի, որ այդ ամեն ինչ անի։ Իհարկե, ազատագրած, հաղթանակներ կերտած, 42,000 քառակուսի կիլոմետր հայրենիք ունենալով, այս ոչ մի բանները հանձնելով տալով գնում են։ Եվ մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք, որ մենք սա թույլ չենք տալու։ Սրբազան պայքարի արդյունքում կարողացանք որոշ տարածքների զիջումը կանխել, բայց վերահաս վտանգը էլի կախված է մնացած տարածաշրջանից։ Խոսում են Պարավաքար համայնքի հողերի մասին, մենք արդեն ընդեղից ենք ահազանգներ ստանում, բայց ժողովուրդ ջան, մենք մի քանի օր հետո շատ կարևոր քվեարկություն ունենք։ Այդ քվեարկությունով մենք ոչ ենք ասելու բռնապետական ռեժիմին, ոչ ենք ասելու տարածքային զիջումներին, ոչ ենք ասելու այս տնտեսական խայտարակ քաղաքականությանը։ Քիչ առաջ մեր ընկերը նշեց, որ այստեղի արտադրամասերը կապված են ԵԱՏՄ շուկայի հետ, նույնը Իջևանի տարածաշրջանում, նույնը Նոյեմբերյանի տարածաշրջանում, ամբողջ տնտեսական ենթակառուցվածքները գյուղատնտեսությունից սկսած, մինչև տեքստիլ եւ այլը, կապված են ԵԱՏՄ շուկայի հետ։ Մենք հիմա գալիս ենք Նոյեմբերյանից։ Նոյեմբերյանի մեր հայրենակիցները հարց են տալի, բայց կարելոկը որտեղ ենք տանելու ծախենք, բայց թուզը որտեղ ենք տանելու ծախենք։ Սրանք մենակ խնդիր են առաջացնում։ Որևէ մի լուծում չունեն, որևէ մի պատկերացում չունեն ոչ տնտեսական քաղաքականությունից, ոչ անվտանգային քաղաքականությունից։ Կարող ենք երկար թվել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների ձեռքբերումները։ Բայց ամենակարևորն եմ ուզում ասենք, մենք արժանապատիվ ենք քայլել աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, եւ այդ արժանապատվության վերականգնումը տեղի է ունենալու ամսի 7-ից հետո։ Ամսի 7-ին, համար 17-ին քվե տալով մենք վերականգնվում ենք մեր արժանապատվությունը, մեր թասիբը, մեր նամուսը, մեր տնտեսությունը։ Գիտեմ, որ մեր սիրելի արցախցիներից շատերը կան, որ եկել են եւ այս տարածաշրջանում ապրում են։ Սիրելի արցախցիներ ջան, ձեզ ամսի 7-ից հետո ոչ մեկ չի թիրախավորելու։ Մենք թույլ չենք տալու, որ Հայաստանում որևէ մեկը մեր քույրերին, եղբայրներին համարի օտար։ Սա նաեւ արցախցիների հողն ու ջուրն է, սա բոլորինս է եւ մեր
Հենց առանձնահատկությունը կայանում աներում սիրելի հայրենակիցներ, որ մեզ համար սիրելի ու թանկ է մեր Փարիզում ապրող հայրենակիցը, Վաշինգտոնում ապրող հայրենակիցը, Մերձավոր Արևելքում ապրող հայրենակիցը, Արցախցի մեր քույր ու եղբայրը, եւ այդ միասնությունն էլ ալնելու, այդ սերն էլ ալնելու, այդ ջերմությունն էլ ալնելու, մի վախեք ռեպրեսիաներից, ես գիտեմ դուք ուժեղ եք, հզոր եք, եւ որևէ մի կաշկանդվածություն չեք ունենալու, որ ընտրություններին ակտիվ մասնակցեք եւ կերտենք ուժեղ, արժանապատիվ եւ հզոր տավուշ։ Ապրեք, կեցեք ժողովուրդ ջան։